խանութին հաջողության բան չտանք։ Ձեր խանութին մի հատ հաջողություն չմաղթենք։ Մաղթեք։ Բարև ձեզ, լավ է գործերը։ Բարև ձեզ։ Որտե կպցնեմ, այստեղ էս վերնաշապիկը շատ հարմար է։ Լավ եք, լավ է տրամադրությունը։ Շնորհակալություն։ Էս է ձեզ։ Շնորհակալություն։ Համեցեք լսեմ, բան եք ասում։ Չէ, չասեմ։ Ասեք, եթե բանն եք ասելու, մի կաշկանդվեք։ Ոչ մի բան, բարոյ։ Տրամադրությունը լավ է, քանի տարեկան եք դուք։ 65։ Ահա, 65 տարեկան եք, թոշակը բարձացել է, առողջապահության ապահովագրության։ Էսերովն ինչ որ տուն չունեմ, դա вообще չի կակրկրում։ Դե տուն։ Իմ առաջի տունը որ ջուրը լցավ, դու կտեղեր եղել։ Ջրհեղեղ ժամանակ, բա փոխհատուցում չենք տվել։ Տեղել, լրիվ կիսադամանն է, պարոն Փաշինյան։ Բա մենք փողը տվել ենք, ինչի՞ չեք սարքել։ Էս սարքել ենք, լրիվ սարքենք, սեվա նորի ջուր է գալիս տակից։ Տակից ջուր է գալիս, Ջուր է գալիս, հա, հենց կամուրջը կողմ։ Առաջ տենց եղել է, թե ջրհեղեղից էլ է եղել տենց, որ խոնավություն քաշի բա։ Հա, բա չի եղել, կամուրջը բերան է, ստացվել է։ Բա պետք է սարքենք, էլի, բա պետք է սարքենք։ Բայց տվել ենք, չէ՞, աջակցությունը փոխհատուցում։ Շնորհակալություն տվել ենք։ Դե արդեն դուք էլ է տվել, այն չի որ չի տվել, նա էլ է տվել։ Դե բա դուք սարքելիս պետք է բան անեք, չէ՞, ուշադես։ Բա փողը տալիս ենք, որ սարքի։ Վարձով եմ ապրում, հենց իմ տանը, տուն էլ չի, պարոն։ Դե տանտերը պետք է սարքի, էլի, ինչ ասեմ։ Տանտերը չի, ես եմ ապրում, տանտերը Ռուսաստանում ապրում։ Դե բա իր տունն է, պետք է բաով պետք է սարքի, մեր տունով պետք է սարքի, մենք պետք է սարքի։ Մենք կարևորը վնասը փոխհատուցել ենք, ամենաբարձր գներ ենք։ Դե ցավում եմ։ Ինչ եք ակնկալում, ասեք, ինչ եք ակնկալում։ Բա շատ լավ։ Ուղղակի կիսվում եք։ Հաջողություն։ Հա, կներեք, ընտրական շրջանում նաև ֆինանսական աջակցություն, բան տենց բաներ խոստանալ, տալ եւ այդ չի կարելի, չեմ կարող։ Դրա համար չեմ արձագանքում։ Չէ, դե բաներ։ Հա, շատ լավ, շատ լավ։ Ջան քայլեք, հա, քայլում ենք։ Բարև ձեզ, ում չեմ բարևել, ձեզ բարևել եմ։ Բարև ձեզ, ո՞նց եք, ո՞նց է ձեր տրամադրը։ Առողջություն ձեզ, թող աշխարհին խաղաղություններն ինձ 3 հատ տուրելի։ 3 հատ, ում եք տալու։ Հարևաններիս։ Բայց կուզեն։ Ուզեն ինձ դրա համար են հրանգեստեղ։ Սրա հետևից են ուղարկել։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Էս ձեզ։ Լավ է ձեր տրամադրությունը։ Շատ լավ։ Բարև եղբայր։ Նվիրեմ ձեզ սրանից։ Բարև ձեզ եղբայր։ Իհարկե, բայց կարողա չէ, լավ է։ Բարև եղբայր։ Էս հաստատ չի կպնի ձեռդ պահել։ Շնորհակալ եմ։ Բարև եղբայր։ Ո՞նց ես, նվիրեմ քեզ սրանից։ Բարև եղբայր։ Ո՞նց եք։ Էս ձեր խանութն է։ Մտնենք։ Էս անձրևին ձեր գործը շատ դժվար է ալնում, շատ։ Մեր գործը դժվար է, հա։ պարոն Փաշինյան։ Ինչով օգնենք ձեզ, ինչ անենք, որ ձեր բանը։ Վայբերեսները, որ վերացնեք, մեզ։ Վալբերիսները։ Այո։ Ախր ոնց վերացնենք։ Գիտենք, որ հարվածում են, բայց դե բիզնեսը աշխարհը փոխվում է, ինչ անենք։ Որ փոխվում է, մենք էլ փոխվենք, էլ չաշխատենք։ Չէ, պետք է դուք էլ մի հատ ձև գտնեք, թե ոնց անեք, որ այդ մրցակցությանը դիմանաք։ Հիմա նախորդ անգամ, երբ որ մենք Մալացիայի շուկայում էինք, Մալացիայի շուկայում հա, ինչ կլինի։ Հələ Եղոյանը թողա, էլի, որովհետև դուք բանով եք, դուք կիլոյով եք ներմուծում ապրանքներ։ Հատով, հա։ Հա, դուք չեք ներմուծում։ Շատ լավ, ամեն դեպքում այս ձեզ նվիրենք, թող հաջողություն բերի ձեր խանութին։ Լավ եղեք։ Լավ, հետո խոսանք, իրանք այդ ծրագրի շահառու չէին, ուզում է այդ կիլոների գների փոփոխության մասին խոսեի։ Փողոց անցնենք, հա երևի, անցնենք են կողմ, հա? Այնտեղ լավ ուղիղ գնանք, հետո ձախ, ուղիղ գնանք, հետո ձախ։
Ես ձեզ։ Լավ եք։ Լավ եղեք։ Լավ եղեք։ Ես այս նշանը չգիտեի։ Բայց այն չանշան։ Սրտի տակի մասն է։ Հա, սենց, հա։ Լավն է։ Ես գիտեի երեխեքն են տենց անում մենակ, բայց Բարձրական սրտի ձևն է։ բարև ձեզ ժողովուրդ։ Անցումը որտեղ է։ Անցում։ Չէ, հեսա, սենց։ Ահա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ոնց։ Լավ, դուք ոնց եք։ Բա սրանից ձեզ չնվիրենք։ Ահա, նեկա հասա, բարև ձեզ, իմ ձեռով փակցնեմ, հա, եթե թույլ կտաք։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք, լավ որ ձեզ։ Լավ եղեք, ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ էլ նվիրենք սրանցից։ Ահա։ Թող հաջողություն բեր։ Տան հարցով եմ եկել։ Ինչ հարց է։ Ես նախարարը վերցրեցին հեռախոսը։ Հա, դե կզբաղվի։ Парон Пашинян, можно с вами сфотографироваться? Да, конечно. Спасибо большое, дай вам здоровья. Африк, шнуракальный. Ժողովուրդում չենք բարևել։ Ձեզ չենք բարևել, բարև ձեզ։ Ձեր համարն էլ ունեմ։ Ռուսաստանից կապնվել եմ, եկել եմ ձեզ ընտրել եմ, հիմա էլ կընտրեմ։ Ջանի դիմերն եմ։ Էս ձեզ։ Ապրեք, շնորհակալություն ձեզանով։ Բարև ձեզ, ոնց եք։ Էս էլ ձեզ։ Լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Շատ լավ է։ Ուրախ եմ շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եմ, շնորհակալ։ Լավա ձեր տրամադրությունը։ Տրամադրությունը լավ է, բայց շատ բարդ իրավիճակում է։ Ինչի։ Այս մեր տունը Ահա։ կոմունալի Եթե կարելի է մեկն է տրամադրել։ Համետ հաճույք Ուրեմն կուտակ։ այն դիմացի հող ուզում ենք սեփականաշնորհել։ Որտե՞ղ է ձեր տունը։ Հենց կենտրոնում է այս ուզում ենք դիմացի հողը սեփականաշնորհենք, երկու երեխա ունենք։ Այդտեղ որևէ բնակարան սարքել, որ երեխաներին կարողանանք ամուսնացնել։ Հասկացա, ի՞նչն է խնդրեմը։ Գումար չունենք, ամուսինս դահակն թողել այն վրա։ Չէ, ես ընդամենը 60,000 եմ ստանում, ոչ կարողանում ենք աշխատել, ոչ կարողանում ենք ապրել։ Իմ անունը Հարությունյան Գայանն է։ Այս 3 տարի չեմ կարողանում ատամներիս սարքեմ։ Դպրոցում աշխատում եմ, Ինչ եք աշխատում որպես։ ուսուցչի օգնական եմ աշխատում, բայց հայոց լեզվի գրականության ուսուցչուհի եմ, ժամեր չունեմ, սոցիալական ահավոր ծանր վիճակում եմ եւ շատ Սոցիալական վիճակը միասնական սոցիալական ծառայությունը պիտի ձեր հարցով զբաղվի։ պետության աջակցությամբ այդտեղ մի երկու սենյակ կառուցել, Գիտեք, հիմա մենք մեր նախընտրական ծրագրի մեջ պարոն Թորոսյան սոցիալական բնակարանաշինության ծրագիր ունենք, որտեղ 17-ը, մեկը 10։ շատ լավ, դե 18-ը արդեն երեխա արդեն հասուն մարդ է, էդ էլ պետք է փոխենք, որ բայց ինքը առողջական խնդիր ունի։ Շատ լավ, դրա համար նախ սոցիալական, եթե հրատապ կարիք ունեք, դրանով պետք է միասնական սոցիալական ծառայությունը զբաղվի։ Երկրորդն էլ խոսել է։ Դե արդեն նախարարի հետ գիտեք սոցիալական նախարարի հետ խոսել եք արդեն ինչ հնարավոր է անել, բայց ընդհանրապես պետք է զբաղվել, մեր պատկերացրած է հետևյալն է, աշխատանք, կրթություն, աշխատանք, կրթություն, աշխատանք, կրթություն։ եմ ստացել։ Շատ լավ, դե ուրեմն եթե շատ լավ կրթություն եք ստացել, ես ձեզ ինչ խորհուրդ կտամ, ընդունվեք, մի րոպե, ընդունվեք աշխատանքի որպես ուսուցիչ, ատեստավորվեք, այսօր Հայաստանում ասում եք 60,000 դրամ են ստանում, այսօր Հայաստանում ուսուցիչները մինչև 700,000 դրամ աշխատավարձ են ստանում, բայց դրա համար պետք է ատեստավորել գերազանցով, դրա համար կա տարակարգա պետք ունենալ եւ էդ է ճանապարհը, որովհետեւ հասկանում եք, ես ձեզ մի բան ասեմ, եթե բոլորը ոչ մեկը այդ ջանքով չգնա ինքը իր աշխատավարձը չբարձրացնի, ինքը կրթությունը չլավացնի, աշխատավարձը չմեծացնի, ոչ մեկ չաշխատի, պետությունը ոնց բոլորի ատամները սարքի, տուն սարքի, էս անի, ճանապարհը սարքի, այն անի, ոնց։ Որ ատեստացիա անցնեմ ուր աշխատեմ։ Բա պետքա ձեզ դուք դառնաք պահանջված որպես ուսուցիչ։ Պահանջված ուսուցիչը
բանա ժամեր չունենք, մենք այսօր հնարավորություն ենք ստեղծել կամ բանի կամավոր համընդհանուր հայտարարագրման համակարգով մենք այսօր հնարավորություն ենք ստեղծել, որ այն ուսուցիչները, ովքեր ունեն պրոֆեսիոնալ հմտություններ, օրինակ ընկերություն բացեն, երեխաներին տնային աշխատանք անելուն աջակցեն եւ պետությունը ծնողները վճարեն, ծնողները վճարած գումարները մենք տարեկան 70 միլիարդ դրամ հատկացնում ենք նույն 70-ը ամբողջնա 70-ից ասենք լավ 30 միլիարդ դրամ տարեկան հատկացնում ենք այդ թվում ձեր նշած մարդկանց եթե դուք իրոք լավ կրթություն ունեք լավ ուսուցիչ եք այդ պետքա ձեռը պարզել այդ 30 միլիարդից ձեր բաժինը ստանալ ատամն եք սարքեք տունն եք սարքեք ամեն ինչ եք սարքեք դիմացի ես կներեք հողակտորի հարցով համայնքն է զբաղվում ես հողակտորի հարցով ես ձեզ ներկայացնում եմ այն հնարավորությունները որ դուք ունեք եւ մենք ձեզ խնդրում ենք օգտվեք այդ հնարավորությունից մենք ստեղծել ենք այդ հնարավորությունը մենք ստեղծել ենք որ ուսուցիչը 700,000 դրամ աշխատավարձ ստանա 700,000 դրամ աշխատավարձ ստանալուց հետո էլ առողջության ապահովագրություն ճիշտ առողջության ապահովագրությունը ատամնաբուժությունը չի ծածկում բայց բնակարան ձեռք բերելու կառուցելու համար եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում այսինքն մեր խնդիրը հետեւյալն է մենք քաջալեր ենք որ մարդը աշխատի ինչքան աշխատի այնքան քաջալեր ենք չի լինի որ չաշխատելով հազարու մի ծրագիր ունենք բայց մեր ծրագրի փիլիսոփայությունը ինչ է որ մարդը ինքը իր վրա պետք է աշխատի մարդը պիտի նախ ինքը իր վրա աշխատի եւ մարդը հետո աշխատաշուկայում պետք է աշխատի այն կներեք բան արչապետ 556,000 դրամ աշխատավարձ ստացող ինչքան 556,000 դրամ Ես դες շատ լավ ինձ տվել եք բարև ոնց են գործերը այս կրպակներում էլ թերթ բան չկա չէ հա թերթ վաճառում առնում են մարդիկ քանի թերթ եք օրը վաճառում բայց հա խաչբարները կա դեր կույրեք արդեն համարյա էլի լավ է չէ էլի լավ է բայց արդեն բան է էլի զրոյանում է նկարում ենք որքան դրեմ պարոն Մարսպետ նկարել ոնց եք շատ լավ եք ձեր ցավը տանել ես հա չի կարելի լավ մի հատ նկարվենք հետո իրար հետ լավ է եղբայր լավ ամ բան եմ ուզում ձեզ ասեմ ասա Թակում բան չասեք, որտեղ ողի եթերին։ Խնդիր չկա, թողնագալու։ Այս դատական գործերը, որ Լոռուվա մարզի դատախազությունը չի աշխատում ընդհանրապես։ Դե տենց հարցը բակարանք ոտի վրա քննարկենք։ Պետք է մի հատ գրեք։ Ես գրե ուղարկել եմ, ստացել եք էլեկտրոնի բանով։ Հա, ուրեմն բերել եմ ձեր մոտ քարտուղարության մոտով է։ Ու իրանք փոխանցել են ձեզ։ Դե ինչքան կառավարության իրավասություննա կզբաղվեն եղբայր, կզբաղվեն։ Լավ եղեք։ Ձեզ մոտ ոնց կարելի է գալ։ Հիմա իրատեսական չէ՞ էլի եղի։ Ես եմ գալիս ձեր մոտ, էլ դուք իմ մոտ գալիս եք ինչ։ Հա դե որ ոտի վրա խոսալու չի դրա։ Եղբայր, նկատի ունեմ հիմա այդ նախընտրական շրջան ենք մտնում, ամբողջ օրը արդեն քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, այդ կմնա հետո մի առիթով ամենաճիշտ տարբերակը չնայած Մարսպետ հետ նկարել չեմ մենք Մարսպետարան հետ հարցը։ Իհարկե, բայց Մարսպետն է դատական համակարգ հետ կապած բայց վերջը մարզը իրանա պատկան։